Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իսակովի պողոտայի այս առանձնատան շուկայական արժեքը փորձագետը գնահատել է 4 միլիարդ 31 միլիոն դրամ։ Այս գույքը դատախազությունը համարում է ապօրինի ու պահանջում բռնագանձել հօգուտ պետության։ Իրավասու մարմինը ընդհանուր առմամբ Քոչարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջում է 22 անշարժ գույք։ Դատախազ Համլետ Հարությունյանի խոսքով դրանց պարզված շուկայական արժեքը գերազանցում է 11 միլիարդ դրամը, ներառյալ առանձնատունը։ Դատախազությունը դատայից խնդրում է Ռոբերտ Քոչարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել երկու գույքի ձեռքբերման արժեք ավելի քան 3 միլիոն դոլար եւ 985 միլիոն դրամ արժեքով ձեռքբերված պարտատոմսեր։ Պահանջվում է նաեւ ավելի քան 1.4 միլիոն դոլարի ավանդ, 15 իրավաբանական անձանցում մասնակցություն, ավելի քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու եւ շուրջ 590 հազար եվրոյի փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց։ Ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքը եւ դրամական պահանջը գերազանցում է 20 միլիարդ դրամը։ Երկրորդ նախագահի եւ նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի գույքի գործով հայցը դատանում է 2023 թվականից, սակայն դեռ նախնական քննության փուլում է։ 2023-ից սկսած նիստը լրատվամիջոցներին թույլ չի տրվում տեսանկարահանել, դեմ են Քոչարյանի փաստաբանները։ Այս նիստին նրա փաստաբանները պետք է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնեին, սակայն Սահմանադրական դատարանի օրեր առաջ կայացրած որոշման պատճառով խնդրեցին նիստը հետաձգել։ Ասացին, որոշմամբ ոչ ստանդարտ իրավիճակում են հայտնվել։ Այս պահին ես կարծում եմ արդարադատության շահ պահանջում է, որպեսզի այս առանցքային փուլի քննության համար անհրաժեշտ ժամանակ ապահովվի, այդ թվում Սահմանադրական դատարանի որոշումից միգուցե որոշակի իրավական փաստարկներ կամ Սահմանադրական մեկնաբանության արդյունքում որոշակի համալրումներ անելու համար։ Դատախազը չառարկեց միջնորդության դեմ ընդգծելով իրավասու մարմինը եւս ունի մեկնաբանություններ, որոնք այդքան էլ չեն համապատասխանում պատասխանողների հնչեցրած մեկնաբանություններին, բայց արդյունավետ կլինի բարձր դատանի որոշմանը ծանոթանալուց հետո շարունակել նիստը։ Ավելի քան 2 տարվա քննությունից հետո Սահմանադրական դատարանը օրեր առաջ հրապարակել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցով որոշումը, եզրահանգել, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես նաև այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Որոշումն ամբողջությամբ կհրապարակվի ապրիլի 21-ին։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։